Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմել էնդոմետրիումի պոլիպները ինչի համար են առաջանում կամ էնդոմետրիումի գերաճը ինչի հետևանքով է տեղի ունենում, ինձ թվացել է թե այդ ամեն ինչը արդեն պատմել եմ, բայց արուտես հենց իմ բուժառուները իմ տեսահոլովակները չեն լսում ու անընդհատ հարցեր են տալիս, դրա համար ես ստիպված եմ նորից կրկնել, ուրեմն բուժառուներիցս մեկը եկել էր ամիսներ առաջ պոլիպ էի հեռացրել, դրանից հետո հագրում էր, որ արյունահոսություն ունեմ, արյունային արտադրություն ունեմ, դե ինչ եմ ասում այդ դեպքերում, որ ինձ զանգում են այդպիսի բան ասում եմ, եթե արյունահոսությունը առատ է գնում եք ձեր մոտակա հիվանդանոցը, եթե քսվող արյունային արտադրությունը համեցեք խորհրդատվության, որ տեսնեմ ինչ է կատարվում։ Չէ, էլի գրում, զանգում, գնացել էր էխո էր արել, ուղարկել, որ գերաճ է էնդոմետրիումի հայտնաբերվել, նորից եմ ասում եկեք այցի, որ բացատրեմ ինչա տեղի ունենում, չէ, էլի որ դուք իմ պոլիպը հեռացրել եք, դուք պիտի երթեն այդ ամեն ինչի ինձ հեռախոսով արդեն բուժեք, այսպիսի բան չկա, ուրեմն ես հեռախոսով երբեք չեմ բուժում ժողովուրդ, արդեն ես չգիտեմ հոգնել եմ, երևի ամեն տեսալովակս դրանով սկսեմ, որ ես անալիզների պատասխանը հեռախոսով չեմ քննարկում։ Իսկ շատ կա, ես ինչ դեպք պիտի լինի, որ դրան հասնեմ։ Ուրեմն ինչ է հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկանում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Նորից պիտի պատմեմ, որ հասկանանք ինչու են պոլիպները առաջանում եւ ոնց անենք, որ չառաջանան։ Ուրեմն մեր օրգանիզմում նորագոյացություններ պարբերաբար առաջանում են, մեծ մասը դրանցից բարուրակ են, բայց դրանց մեջ կան նաև չարուրակները, երբ որ հնարավոր է նորագոյացությունը հեռացնենք, որ տեսնենք բարուրակ է թե չարուրակ, մենք անպայման դա անում ենք։ Օրինակ, եթե սրտի մեջ լինի նորագոյացություն 1 սանտիմետրանոց, երևի երկար կմտածեն մտնեն սրտ այդ նորագոյացությունը տեսնան, հավելյալ հետազոտություններ կանեն, բայց եթե արգանդի մեջ է նորագոյացությունը 1 սանտիմետրանոց, շատ հեշտ է մտնել այդ արգանդի խորոչից հեռացնել ու հասկանալ ես մարդու մոտ բարուրակ է թե ոչ։ Դրա համար ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, երբ որ արգանդի խորոչում նորագոյացություններ են լինում, պոլիպ ենք ասում, սկզբնականով որ հետո հեռացնում ենք, տեսնում ենք իրոք որ բարուրակ պոլիպ էր։ Այդ նորագոյացությունների առաջացումը մեծ մասամբ դեպքերում չգիտենք, եթե իմանայինք այնպես կանենք, որ չլիներ։ Բայց կան դեպքեր մանավանդ, որ կրկնվող պոլիպներ են, գեղձային կոմպոնենտը շատ է, այդ դրանց մոտ մեծ է հավանականությունը, որ հորմոնալ խանգարման հետևանքով են առաջանում, ու ես փորձելու եմ այդ հորմոնալ խանգարումը ձեզ բացատրել։ Ուրեմն հիշում եք, որ արգանդ ունենք, որտեղ երեխան մեծանում է 9 ամիս, շատ մկանային օրգան է, ինչի համար է Աստված մկանային ստեղծել, մեշով չի ստեղծել, որ երեխան մտնի, այլ որ հետո 9 ամիս հետո արդեն արգանդը կծկվի, երեխան դուրս գա, շատ մեր անատոմիան շատ հետաքրքիր է, ամեն անգամ հիանում ենք։ Արգանդն ու ձվարանները իրար հետ շատ կապված են աշխատում։ Ձվարանը հիշում ենք, որ ինչի համար երկու կարևոր ֆունկցիա է կատարում, որ մեկը որ ձվաբջիջներն են այդտեղ պահում կնոջ մոտ, եւ երկրորդը որ հորմոններ է արտադրում, որոնք շատ կարևոր ֆունկցիա են նույնպես կատարում։ Կարևորագույն հորմոններից էստրոգենը եւ պրոգեստերոնը այստեղ են արտադրվում ձվարանում։ Որն է դրանց ֆունկցիան։ Էստրոգենը բերում է լորձաթաղանթը հաստացնում է, որ ինչի է հաստացնում, կարող է պտուղը կպնել այդ էնդոմետրիումին։ Իսկ պրոգեստերոնը ձևափոխում է այդ էնդոմետրիումը, որ կարողանա սնուցի այդ պտուղը։ Հիմա ինչպես է դա տեղի ունենում։ Դաշտանային ցիկլը երկու մասերից է բաղկացած, մեջտեղում ձվազատում է տեղի ունենում։ Սկզբնական շրջանում դաշտանի հետ միասին այս լորձաթաղանթը էնդոմետրիումը դուրս է գալիս արյան հետ միջոցով, մեծ մասը դուրս է գալիս իրանից, արդեն բարակ էնդոմետրիում է լինում։ Ցիկլի սկզբից ֆոլիկուլները սկսում են մեծանալ, որ մեկը ձվազատում տա։ Այդ մեծանալից ֆոլիկուլները երբ որ մեծանում են, իրենք արտադրում են էստրոգեն։ Այդ էստրոգենը ազդում է լորձաթաղանթի վրա եւ սկսում է հաստացնել։ Պրոլիֆերացիա ենք ասում ենք։ Այդ հաստանալը դրա համար առաջի этаպը այս դաշտանային ցիկլի մենք ասում ենք պրոլիֆերատիվ շրջան, որովհետեւ լորձաթաղանթը հաստանում է։ Հետո ձվազատում է տեղի ունենում։ Ձվաբջիջը մտնում է արգանդափող, այդտեղից սպերմատոզոիդը հեշտոցից արդեն մտել է արգանդի խորոջ, այդտեղ եկել է փող, փողում իրար հետ հանդիպել են, միաձուլվել են եւ բազմանալով գալիս են մտնում արգանդի խորոջ, որ այնտեղ կպնեն ու երեխա դառնա։
Ուրեմն ձվազատում, դաշտանային ցիկլի մոտավորապես կեսին ձվազատում է տեղի ունենում։ Երբ որ ձվաբջիջը դուրս է գալիս, այդ ֆոլիկուլում, որտեղից դուրս է եկել, առաջանում է դեղին մարմին։ Այս դեղին մարմինը սկսում է արտադրել երկրորդ հորմոնը՝ պրոգեստերոնը։ Ուրեմն դաշտանային առաջի մասում էստրոգենը արտադրվեց, երկրորդ հատվածում արտադրվեց պրոգեստերոնը, ինչի այս պրոգեստերոնի ֆունկցիան ո՞րն է, արդեն այս հաստացած լորձաթաղանթը ինքը ձևափոխում է, սարքում է սիկրետոր նշանակում է տարբեր նյութեր է դուրս բերում իր գեղձերից, որ կարողանա սնուցի պտուղը։ 2 շաբաթ է ապրում է այս դեղին մարմինը, 2 շաբաթ հետո արդեն որ օրգանիզմը տեսնում է հեղուկություն չկա, ջղայնանում է, ասում եմ կոերեսի կնոջը ու արյունային արտադրությունը դուրս է գալիս դուրս։ Էնդոմետրիումը հետը միասին։ Հիմա այստեղ ձեզ ուզում եմ հարց տալ, որ կնոջ մոտ ինչ տեղի կունենա, եթե ձվազատում չլինի ձվարանում։ Այդպիսի հիվանդություններ ունենք, որ ձվազատում չի լինում կամ ուշուշ է լինում ձվազատումը։ Կուզեմ այստեղ տեսահոլովակ կկամենացնեք ու ասեք ինչ տեղի կունենա։ Ուրեմն ինչ տեղի կունենա, եթե ձվազատում տեղի չունենա։ Եթե ձվազատում տեղի չունենա, այս էստրոգենը կշարունակի ազդել լորձաթաղանթի վրա եւ նա ավելի կաճի, այդ պրոլիֆերացիան շատ երկար կտևի։ Սա ինչի կբերի, կբերի պոլիպների առաջացման, էնդոմետրիումի գերաճի, քաղցկեղի կարող է բերել եւ այլն։ Ուրեմն ինչ անենք, որ այս օվուլյացիաները ժամանակին լինեն, ավելի ճիշտ երբ է որ կինը օվուլյացիաներ չունի, սա արդեն պատմել եմ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի մասին, առանձին դրա մասին կկարդաք, կլսեք, եւ մեկ էլ դաշտանադադարի մոտ, երբ որ կինը արդեն մոտենում է դաշտանադադարին, ձվաբջիջների քանակը քիչ է, այլ արդեն ամեն դաշտանային ցիկլում չի ձվազատում տեղի ունենում։ Ցիկլեր կան, որ առանց ձվազատման են, եւ այդ դեպքում էնդոմետրիումը աճել է ու արդեն ինքը նորմալ դաշտանի նման չի դուրս գալու, քանի որ ինքը պետք է ձևափոխվի սիկրետոր դառնա, նորմալ դաշտանի ձև դուրս գա։ Այսպիսով, երբ որ կնոջ մոտ արդեն դաշտանադադարի մոտ դաշտանային ցիկլերը երկարում են, արդեն մեծ է հավանականությունը, որ կարող է էնդոմետրիումի գերաճ լինել եւ այլն։ Մյուս կողմից, եթե կինը ճարպակալում ունի, այդ ճարպակալման ժամանակ ճարպային հյուսվածքում էստրոգեն է հավելյալ էստրոգեն է արտադրվում, որը այս էստրոգենի հետ միասին իրանք ավելի են նպաստում այդ էնդոմետրիումի գերաճի։ Այսինքն մենք ինչ կարող ենք անել, որ դրանցից խուսափենք, այս արգանդի ինչը մեր ձեռից է, դա նորմալ քաշ է կնոջ մոտ, որովհետև արդեն հաստատված է, որ ճարպակալումը, շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշում ունեցող կանանց մոտ բարձր է հավանականությունը էնդոմետրիումի քաղցկեղի, որը այս իմ նկարագրած ձևով է մոտավորապես առաջանում։ Դրանք հարկավոր է, որ քաշը նորմալացնել, շաքարը տեղին պահել, զարկերակային ճնշմանը հետևել եւ գինեկոլոգի խորհրդատվություններ գոնե տարին 1 լինեն։ Ուշուշ դաշտանային ցիկլերը, որ արդեն կանկանայք, որ ամիսը 3 տարվա մեջ 2-4-5 անգամ են դաշտան տեսնում, մեծ է հավանականությունը, որ էնդոմետրիումի գերաճ կլինի եւ ուրիշ հիվանդություններ։ Կարծում եմ այսքանը, հուսամ օգտակար է, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։